Հունվարի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժին Աբովյան քաղաքի բանկերից մեկից ստացված ահազանգը 34 միլիոն 500 հազար դրամի, 30,000 դոլարի և 4,500 եվրոյի անհետացման վերաբերյալ էր։ Նույն օրը դրամապահոցից դրամի պարկերը հանելիս բանկի գլխավոր հաշվապահն էր նկատել, որ բացակայում է գումարը, որի պատասխանատուն բանկի աշխատակից Արտակ Գյուլումյանն էր։ Բացահայտման միջոցառումների շրջանակում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը։ Կասկածյալը հենց բանկից ենթարկվեց ոստիկանություն։ Աբովյանաբնակ 1988-ին ծնված Արտակ Գյուլումյանին ոչինչ չէր մնում անելու, բացի խոստովանելուց։ Գրանցվել եմ ինտերնետում, խոշոր գումար եմ պարտվել, գրվել։ Գումարը աշխատավայրից վերցրել են, գողացել։ Քանի որ այդ գումարները բոլորը հանձնում էին ինձ, վերջում փաթեթավորվում էր իմ կողմից, մենակ պատասխանատուն ես եմ եղել։ Բարբերաբար փոքր գումարից սկսած գումար են վերցրել ու այսօր հայտնաբերվել է դա, որ պակաս է։ Յուրացման փաստով քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Արտակ Գյուլումյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։